Հարևանի կդուրն է ջարդել, մեծ կդուրը պոգել, տարել է մոտ 100-150 մետր հեռավորության վրա։ Վնասված տանիքներ, ավտոմեքենաներ ու ենթակառուցվածքներ, ցանկատարածություններին ու մշակաբույսերին հասցված վնասը անհաշվելի։ Շիրակի մարզում ուժգին կարկուտից ու քամուց կրկին ավերածություններ են, այս տարի արդեն 4-րդ անգամ։ Ուրբաթ երեկոյան մոլեգնած ուժեղ կարկուտն ու անգամ պտտահողմը լուրջ հարված են հասցրել հատկապես գյուղատնտեսությանը։ Որոշ հատվածներում ցանկատարածությունները մինչև 100% վնասված են։ Ամենաշատ տուժած համայնքներն են Բագրավանն ու Լանջիկը։ Մոտավորապես 1400 հեկտար ցանկ ունենք այս տարի կարիցորեն։ Ժամը 5:30-ի մոտակայքում ահավոր կարկուտ եւ քամի առաջացավ, գյուղի շրջակա տարածքում ցանկատարածությունները 100%-ով ոչնչացել, տարբեր տեղեր 50% եւ ավել է ոչնչացել։ Հիմա հնարավոր չէ դաշտ մտնել թաց է, որպեսզի հանձնաժողովը կազմենք մանրամասնություն գյուղում տանկերիչներ է վնասվել, ավտոմեքենաներ է վնասվել, ապակիներ է կոտրվել, տնամերձ տարածքների ծառերի բեշկլարի վնասվել է։ Բնության տարերքն այնքան ուժեղ է եղել, որ չի խնայել անգամ մարդկանց։ Բագրավանում կարկուտի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել գյուղի նախրապանը, այդ պահին սարերում է եղել։ Համայնքապետի խոսքով հիմա վիճակը նորմալ է, հիվանդանոցում բուժօգնություն է ստացել եւ դուրս գրվել։ Հողի գլխին մեկ քանի հատ կարկուտի հարված է եղել, սկորին եկել է տարել հիվանդանոց, նորմալ է, հետ է եկել, արդեն անցել է իր գործին։ Լանջիկում ցորենն ու գարին գրեթե ամբողջությամբ հողին են հավասարվել։ Մեքենաների վրա փոսիկներ են առաջացել, կոտրվել են ապակիները։ Համայնքապետը պատմում է, որ կարկուտն ուղեկցվել է ուժեղ քամով, դրա հետևանքով էլ վնասն այդքան շատ է եղել։ Վնասները շատ են, մեքենաներից բռնեցրած, դաշտերն էլ ուժեղ տեղ կա դաժե մինչև 100%-անոց խփած է։ Մոտ 40 րոպե տևեց։ Հապիտից փոքր մի քիչ մոտ 3 սանտի տրամակցող եղել է մինչև։ Դեղեր կար մինչև 15 սանտի դենց կարկուտը դրած էր դաշտերի տողների արանքները։ Տեղ կա 20%, տեղ կա 40, տեղ կա 100-80%, այդ տիպի խփածներ են։ Մեքենաների վրեկը սախ ուջերը գցել դենց խփելուց, մեկի հայլիներ չարդեն կապոտի կամ գրիշի վրա ամբողջությամբ հետքերը կա բոլոր մեքենաներն ու որը դուրսն է եղել։ Ընդամենը օրեր առաջ էր նույն վիճակում հայտնվել Գյումրին։ Նախորդ ավերիչ կարկուտի հետևանքները դեռ չէին հասցրել հաղթահարել տեղաց այս մեկը։ Հավկիթի մեծությամբ կարկուտը տեղացել նաև Հայկավան գյուղում։ Կարկուտակայաններն է գործին կրակեցինք, բայց ամբը երևի արդեն կազմավորված եղավ Թուրքիայի կողմից էլ կրծան օգուտային այդ կարկուտակայանները։ Ասենք չէի պատկերացել, ամբը այնքան ցածիկ ու ձևավորված եղավ, որ սառույցիկը դորերը դիգես, չունեմ ինչերներ որ դիգ օգուտ տար։ Համարյա 1700-1800 կրակոց եղել է։ Ասենք դիգ մեծ թիվոր մեր հեռախոսների վրա ֆիքսվի էլի։ Մոտ 300 հեկտարին հասնող տարածքներ են ասվել տարբեր աշճանի 100%, 80%, ամենակիչը մոտ 69 է հասել։ 67 հատ մեքենա վնասվել է դիմաբագիով, կողայինով, թափկով, 430 հատ այդ տակածուչի կոլբաներից էր կոտրվել, 45 հատ թե 46 հատ արևային պանելներից, կայանի պանելներից էր կոտրվել։ Սպասենք էլ ինչ-որ խոստացել են որ այդ վնասի հատուցում կույքին, որ նոր կույքին է վնաս տվես, մեքենաներն է, արևային կայանն է, տակածուչիչներն է կամ տանիքներն է, ուզեն որ վճարեն են։ Շիրակի մարզի կարկուտից տուժած համայնքների ղեկավարները պատմեցին, որ այս պահին ձևավորում են վնասների գնահատման եւ գույքագրման հանձնաժողովներ։ Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել եւ շրջվել էր նաեւ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր եւ Զարինջինա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Հեծը հայտնում է, որ սրա հետևանքով խափանվել են նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։